Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, սիրելի կենսաթոշակառուներ, միանշանակ է, որ մեր քաղաքական հանձնառությունն է արժանապատիվ կենսաթոշակներ տալ մեր թոշակառուներին եւ մեր ամենօրյա աշխատանքը հենց դրա մասին է եւ դրան են ուղղված նաեւ մեր քաղաքական եւ տնտեսական քաղաքականությունները, քաղաքական հանձնառությունն առայն, որ Հայաստանը պիտի ունենա երկարաժամկետ խաղաղություն, ապաշրջափակված սահմաններ, զարգացած ենթակառուցվածքներ, տնտեսական ներդրումներ, տնտեսական զարգացում, որը իր հետ պետք է բերի նաև կենսաթոշակների աճին, որովհետև ի վերջո մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի զարգացող եւ զարգացած տնտեսությունն է, որ պետք է սպասարկի սոցիալական ծախսերը, որոնցից ամենակարևորը թերևս կենսաթոշակների աճն է։ Սա իհարկե կարծում եմ նաև ֆիքսված է մեր քաղաքական հանձնառություններում, կառավարության ծրագրերում, տարբեր օրենքներով եւ ակնհայտ է, որ մենք դեպի այդ ենք գնում։ Հիմա ինչ վերաբերում է ընդդիմության բերած այսօրվա օրինագծին։ Ես ընդդիմությանը առաջարկում եմ, որ օրինակ նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան ուսուցիչների ատեստավորման, աշխատավարձերի բարձրացման, օրենք բերեն ժողովրդավարության եւ ընտրություններ չկեղծելու մասին, նոր օրենքներ թող մշակեն, իլերումը նրան ինչ-որ կա, ապօրինի գույքի մասին նոր օրենք մշակեն, չնայած ապօրինի գույքի մասին մեր մշակած օրենքը դուք ըստ էության տարել եք սահմանադրական դատարան եք դիմել, որ չեղարկեք։ Բերեք օրենք, որ օրինակ արևը արևելքից դուրս գա եւ արևմուտքում մայր մտնի։ Մենք էլ այստեղ բան անենք, քննարկենք, մերժենք, որովհետև դրանից կախված չէ արևը արևելքից դուրս կգա եւ արևմուտքում մայր կմտնի, թե ոչ։ Եվ իհարկե մենք դեմ կքվեարկենք այս նախագծին, որովհետև եղող եւ եղած բաների մասին օրենքներ ընդունելը մեղմ ասած արդյունավետ չի, ժամանակի ծախս է եւ իհարկե մեր քաղաքական հանձնառությունները բերել օրենքի տեսքով մեզ հրամցնելը իհարկե շնորհակալ ենք հիշեցնելու համար, բայց մենք մեր հանձնառությունների տերն ենք եւ դրանցով առաջ ենք գնալու։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1